Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան և անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարան The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի հետ վերջնական համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը վերադառնա այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև դեկտեմբերի 8-ը Բաշար Ալ-Ասադի ռեժիմի տապալման օրը։ Իսրայելը միշտ հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ վախենում է իրանական զինված խմբավորումների և Հզբոլլահի սպառնալիքներից։ Մենք ինքներս վտարել ենք այդ ուժերին Սիրիայից, ընդգծել է Ալ-Շարան։ Սիրիայի առաջնորդը նաև նշել է, որ Ռուսաստանի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի աջակցության անհրաժեշտությունը կա։ Մեզ անհրաժեշտ է նրանց ձայնը մեր կողքին մի շարք հարցերում և մենք ռազմավարական շահեր ունենք նրանց հետ։ Մենք չենք ցանկանում Ռուսաստանին մղել Սիրիայի վերաբերյալ այլ ընտրանքային որոշումներ կայացնելու, ընդգծել է Ալ-Շարան։ Ֆրանսիան կօգնի Պաղեստինի իշխանություններին մշակել սահմանադրություն ապագա պաղեստինյան պետության համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Սիրիայի նախագահ Իսահակ Հերցոգին պաշտոնական խնդրելով ներում շնորհել վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Ես կոչ եմ անում ձեզ լիակատար ներում շնորհել Նեթանյահուին, ով պատերազմի ժամանակ հզոր ու վճռական վարչապետ էր, իսկ այժմ Իսրայելը տանում է դեպի խաղաղություն, գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է իր հարգանքը Իսրայելի դատական համակարգի անկախության նկատմամբ, բայց Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել քաղաքականապես դրդապատճառներով հիմնված։ Իսահակ, մենք հրաշալի հարաբերություններ ունենք, որոնց ես շատ շնորհակալ եմ և հպարտ եմ։ Հունվարին պաշտոնը ստանձնելուն պես մենք համաձայնեցինք, որ կկենտրոնանանք պատանդներին վերջապես տուն վերադարձնելու և խաղաղության համաձայնագրի հասնելու վրա։ Հիմա, երբ մենք հասել ենք այս աննախադեպ հաջողություններին և վերահսկողության տակ ենք վերցրել Համասին, ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը, եզրափակել է Թրամփը։ Լիտվայի վարչապետի խորհրդական Իգնաց Դոբրովոլսկասը հայտարարել է, որ Բելարուսը կրկին հրաժարվել է բացել իր սահմանային կետերը և թույլատրել Լիտվայում գրանցված բեռնատաժների վերադարձը։ Լիտվական և եվրոպական փոխադրողների համար տարհանման միջանցք բացելու վերաբերյալ համաձայնություն չի ձեռք բերվել, և մեր ընկերությունները շարունակում են պատանդ մնալ, ասել է նա։ Լիտվայի վարչապետի խորհրդականը շեշտել է, որ Բելարուսը պետք է դադարեցնի ավիացիայի և Լիտվայի քաղաքացիների անվտանգության վրա հիբրիդային հարձակումները։ Մենք հոգ ենք տանում լիակատար ու եվրոպական ընկերությունների անվտանգության մասին, բայց որոշումները նախ պետք է կայացնեն բելարուսական կողմում, նշել է նա։ Միջազգային լրահոսից անցում կատարենք դեպի տարածաշրջան։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին Ադրբեջան-Վրաստան սահմանին վթարի ենթարկված ռազմական բեռնատար ինքնաթիռի վերաբերյալ։ Գյուլերը նշել է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 20 զինվոր։ Նշենք, որ թուրքական օդուժին պատկանող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռն Ադրբեջանից Գանջայի օդանավակայանից ուղևորվում էր Թուրքիա։ Յաշար Գյուլերը դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ։ Դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական բեռնատար ինքնաթիռի որոնողական աշխատանքների վերաբերյալ վերջին նորությունները։ Նշեմ, որ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները, և դրա համաձայն ինքնաթիռի վրա պայթյունի կամ արտաքին հարվածի հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեսողական զննումը չի բացահայտել արտաքին հարվածի, անցքերի կամ այրման հետքեր ինքնաթիռի կմախքի վրա։ Մասնագետները նշում են, որ եթե ինքնաթիռը խոցվեր հրթիռով կամ ներքին պայթյուն լիներ, նման հետքերը հստակ տեսանելի կլինեին։ Ըստ այդմ, զեկույցը հերքում է սոցիալական ցանցերում շրջանառվող դիվերսիայի կամ հարձակման մասին մեղադրանքները։
Տեղափոխվենք հարևան Վրաստան, որը շարունակում է լարված հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ։ Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել Եվրամիության ընդլայնման առաջին ֆորումին, քանի որ Թբիլիսին նահանջում է անհրաժեշտ բարեփոխումներից ու ժողովրդավարությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։ Անցյալ շաբաթ մենք ներկայացրել ենք մեր ընդլայնման զեկույցը, որը վերաբերում էր Վրաստանին։ Մեր դիրքորոշումը հստակ արտահայտված է այնտեղ։ Ընդլայնման զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց։ Զեկույցում նշվում է բարեփոխումների նահանջ եւ սա աննախադեպ իրավիճակ է թեկնածու երկրի համար։ Վերջին ամիսներին այն վատացել է եւ մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության հետ կապված գործերը վատ են ընթանում, նշել է նա։ Մերսիեն հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը իր եզրակացություններում նշել է, որ Վրաստանի Եվրամիությանը անդամակցության գործընթացը փաստացի դադարեցված է։ Եվրոպական հանձնաժողովն այժմ ավելի քիչ շփումներ ունի վրացական իշխանությունների հետ։ Եվրոպական հանձնաժողովի առաջին ընդլայնման ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Բրյուսելում, միջոցառումը կնախագահի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նաև պաշտպանության եւ տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի խորհրդանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նա նշել է, որ Եվրամիությունը երկխոսության փոխարեն ընտրել է առճակատումը, ինչը Բրյուսելի կողմից եվրոպական արժեքներից նահանջի եւս մեկ նշան է։ Եվրոպական արժեքները, ինչպես մենք վրացիներս հասկանում ենք, դրանք եւ համատեղ ստեղծում են երկխոսության, այլ ոչ թե առճակատման մասին զեկույցներ, այլ ոչ թե հրահանգների, ուրիշների շահերը հասկանալու, այլ ոչ թե հրամաններ տալու մասին են։ Բրյուսելը ցավոք այսօր շեղվել է այս արժեքներից, ինչի արդյունքում մենք լսում ենք հենց այն բախման տոնը, հարձակումները եւ ռետորաբանությունը, որը մենք լսում ենք վրաց ժողովրդի դեմ, նշել է նա։ Եվս մեկ լուր Վրաստանից, այդ երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարկիձեն։ Վրաստանի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի դեմ, գործը վերաբերում է հայտնի միջադեպերին 2019 թվականի հունիսի 20-ից 21-ը հանրահավաքի ցրումը եւ Չորչանիում անցքակետի տեղադրումը, նշել է նա։ Գախարիային սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում։ Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի դեսպանները Վիեննայում հանդիպել են միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի օրակարգի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար։ Անցյալ շաբաթ երեք երկրների դիվանագետները ըստ տեղեկությունների նաև անցկացրել են Իրանի միջուկային հարցի վերաբերյալ ավանդական եռակողմ խորհրդակցությունների եւս մեկ փուլ, համաձայնեցնելով իրենց դիրքորոշումները խորհրդի նիստից առաջ։ Հրապարակված ծրագրի համաձայն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ից 20-ը Վիեննայի միջազգային կենտրոնում։ Այս անգամ ի տարբերություն նախորդ հանդիպումների, իրանական հարցը կքննարկվի բացառապես համապարփակ երաշխիքների համաձայնագրի շրջանակներում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևին համապատասխան գործակալության մանդատը ավարտելուց հետո։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք առաջինի հետ։